Ես գնամ։ Սերգեյ, քեզնից ես շատ շնորհակալ եմ։ Դու ինձ շատ ես օգնել։ Իրոք շատ շնորհակալ եմ քեզնից։ Ես գնամ։ Սուրճ չես խմի։ Ես էլ էստեղ անելու ոչինչ չունեմ։ Հաջողություն։ Կներես, եթե Էլ ոչ մի բառ մի ասա։ Ես ամբողջովին ուժասպառ եմ։ Հիմա երբ ինձ շատ ուժ է պետք։ Վերջ, սա վերջի անգամն էր, էլ ոչ մի արդյունք, վերջ։ Բալես, ես շուտ ես եկել։ Չէ, մամ ջան, ուղղակի դու ես շատ երկար քնել։ Ոնց ես։ Լավ, բալես, արդեն լավ, նորմալ։ Հաստատ։ Հաստատ, առավոտը լավ չէ, բայց հիմա լավ եմ, արդեն գլուխս չի ցավում։ Մամ, Նվարդոտն ասեց, որ քեզ մեղրաջուր տամ խմես։ Ոյ չեմ ուզում, Աննա ջան, չեմ ուզում էլ։ Բայց ախր չեմ հասկանում, ինչի պետք է այդքան վատ զգաս քեզ։ Չգիտեմ, կանցնի հեսա, բալես։ Կանցնի։ Մամ, ես պարոն Գնունուն ասեցի, որ դու էլ չես գնալու։ Ու ինչ։ Դե ոչ մի բան չասեց։ Ինչ պետք է ասեր։ Ասեց թող լավանա գա։ Լավ ես արել, բալես։ Բայց ես ասեցի, որ չես գնալու էլ։ Լավ ես արել։ Հիմա վեր կենամ մի հատ լվացվեմ, կթարմանամ, լավ։ Հաց կերել ես։ Չէ։ Մամ, Նվարդոտային պիտի կանչեմ ճնշումդ գա չափի։ Պետք չի, Աննա, լավ եմ արդեն։ Նստի, մամ։
Բա ասում ես լավ ես։ Լավ եմ Աննա ջան, լավ։ Սպասի գնամ ջուր բերեմ սառը։ Մի քանի օր առաջ այս նույն աթոռին նստած էր իմ աղջիկը։ Այսօր քո աղջիկը։ Արևիկ, մատ բան հարցնեմ, հա? Ստե յա լավ, թե ձեր մոտ։ Դե ես ընդեղ սովորել եմ արդեն։ Հայաստանը դեռ լավ չեմ տեսել, չգիտեմ։ Ոչինչ, մի օր միասին դուրս կգանք կզբոսնենք քաղաքով։ Կտեսնես կծանոթանաս Երևանին։ Հա, ճիշտ է ասում պապան։ Այդ ժամանակ կասեմ, որտեղ է լավ։ Արևիկ ջան, հիմա ինչ ես ուզում։ Rivet. Այս կրավաթը վերևն է, վերև ենք հելնում, տեստե։ Չմասկամ ես բան չունես ինձ ասելու։ Կասեմ։ Չնայած, ինձ չեն վճարում, որ զրուցեմ։ Քեզ կարմիր վայրի վարդեր նախոստացա ու հեռացա կյանքը նոր պայտոր